սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցներին վախեցնել, աշնան բերքահավաքի գործընթացին խանգարել, բնականաբար նա անընդհատ փորձում է գտնել ձևեր ի վնաս մեր հանրապետության, բայց նաև կարծում եմ մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակը իր տեղում է, մեր բանակի ոգին եւ մեր բանակի հնարավորությունները այնպիսին են, որ մենք երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է ընկրկել, զիջել եւ հակահարված չտալ։ Ցավոք ամեն անգամ մենք չէ որ նախահարցակ ենք լինում, մենք չէ որ հարձակվում ենք, որտեղ մենք ստորագրել ենք խաղաղության պայմանագիր եւ մենք Մինսկի նկատի ունեմ Բիշկեկյանը եւ փորձում ենք հավատարիմ մնալ, մենք քաղաքակիրթ պետություն ենք, մենք քաղաքակիրթ ազգ ենք եւ մեր վերցված պարտավորությունները փորձում ենք ի կատար հացել եւ մեր բոլոր խնդիրները Մինսկի խմբի շրջանակներում լուծել եւ ոչ թե այս ճանապարհերով ինչ անում է Ալիևը։ Ուրեմն նախ եւ առաջ ես ուզում եմ սիրելի լրագրողներին ասել, որ 2014 թվականի սեպտեմբերի 19-20-ին, երբ 1000-ից ավելի հայկական կառույցների ղեկավարներ էին հավաքվել եւ մենք փորձում էինք որոշել մեր առաջնահերթություններից մեկը Ղարաբաղի խնդիրն է